Նկատի առնելով այն անգամանքը թե հագարագործը ովքեր են, այսօրվա նրանց գործելավոճը մեզ չի զարմացրել, այսինքն այս դարիների ընթացքում մենք բարբերաբար ենք տեսել, թե նրանք օլիգարխիան ինչպես է ուզեցել մեր ժողովուրդը բաժանի, ժողովուրդը ժողովրդի թեմ հանի։ Սակայն ես այդ ժողովուրդի մի մասը, որը ինչ-որ չափով կաշարված է կամ կախյալ է իրենցից, ես այդ մարդկանց չեմ մեղադրում և համոզված եմ, որ օրեր անց այն կողմում հավաքված ժողովրդի մեծ մասը լինելու է այս կողմում և ամփոփելով միտքս նաև ասեմ, որ այս բայկարը մեծ հաշվով ավարտը լինելու է նման Մաշտոցի բուրագին, այսինքն կարելի է անվանել Մաշտոց 2։ Այսինքն հետագործողությունները որոնք են լինելու ձեր, այսօր կարծես ամեն ինչ հանդարտվի։ Ես կարծում եմ, որ պիտի նախաձեռնող խումբը իր համախոհներով նաև ժողովրդի աջակցությամբ համառություն և վճռականություն ցուցաբերի և օր-օրի ես համոզված եմ ժողովուրդը կակտիվանա այս հարցի վերաբերյալ և հակառակորդը գնահանչի մինչև վերջ, ես դրանում չեմ կասկածում։ Պարոն Սեփելյան, պայքարը վերջին շրջանում առանձին կետերում կոմիտացնի, այստեղ հիմա շարունակվել է նաև վճարովի ավտոկանգառների հետ կապված, ուսանողների հետ կապված։ Մանավ չէ կարծում, որ խնդիրը համակարգային է, այսինքն փոքր խնդիրներ լուծելով համակարգից չեն ազատվում և արդյոք չպետք է հստակ համակարգի փոփոխության։ Այո, մենք ես լինելով նախախորհրդարան ազգային նախաձեռնության կարգավորության համակարգողը, բնականաբար մենք մեր առաջ դրել ենք համակարգային փոփոխություն, նաև մեր առաջ դրել ենք ամենակարևորը, ինչով ենք փոխարինելու։ Ուրեմն գոյություն ունի այսօր մեր աշխատանքի, մեր գործունեության երկու ուղղություն՝ ռազմավարական և մարտավարական։ Այժմ ցերտվարգած անունները, բայկարի օջախները, դրանք մարտավարական տրամաբանության բայկարի մեջ են մտնում, իսկ այս ամբողջի զուգահեռ մենք ռազմավարականից չենք դադարել, այսինքն մենք ունենք հստակ ծրագիր, ունենք հստակ պատկերացում, թե ինչպես ենք ձևավորելու զուգահեռ իշխանությունը և կգա մի պահ, երբ որոշ չափով ձևավորած կլինի դա և այդ ամբողջին մենք ծանոթացնենք մեր ժողովրդին և ժողովուրդը իր լիազորությունը տալով այդ նոր ձևավորված այլընտրանքային զուգահեռ իշխանություն, ինչպես ուզում ենք կոչենք, այդ ժամանակ կլինի համակարգային փոփոխություն։ Սակայն այսօր այս բայկարը, այս փոքրիկ օջախները, որոնք տեղի են ունենում, դրանք շատ կարևոր են տարբեր իմաստներով։ Առաջին հերթին ժողովուրդը հուսադրվում է, մեր հուսահատ ժողովուրդը հուսադրվում է, հասկանում է, որ նա թեկուզ փոքր քանակով կարողանում է վերջ-վերջո իր կամքը բարդացնել, որովհետև միշտ մեր ժողովուրդը պետք է հիշի, որ մեր երկրի տերը իշխանությունը պատկանվում է մեր ժողովրդին։ Ուրեմն այս բայկարի ընթացքում մանավանդ երիտասարդությունը գոփվում է, երիտասարդությունը դրսևորելու հնարավորություն է ունենում, ուստի այս իմաստով ինչ-որ չափով նաև այլընտրանքային իշխանությունների կադրային բանկն է կամաց-կամաց սկսում ձևավորվել և վերջը ամփոփելով միտքս ասեմ, որ այս փոքրիկ բայկարները, փոքրիկ օջախները, այս թիմադրության օջախները նման են վտակների, որոնք հոսում են դեպի մեծ կետ, դեպի մեծ հուն, որը նախախորհրդարանը առաջարկել է իր ճանապարհային քարտեզում։ Կողմից քաղաքական կուսակցությունները նշում են, որ քաղաքացիական հասարակությունը ոչինչ չի կարող անել, որովհետև թելադրողը քաղաքական օրակարգ թելադրող քաղաքական ուժերն են, իսկ քաղաքացիականներն իրենց հերթին պնդում են, որ քաղաքական կուսակցություններն իրենց սպառել են և անելիք չեն։ Ձեր կարծիքով ով են։ Հայաստանում նոր չէ, որ քաղաքական դաշտը ամբողջությամբ վերահսկելի է խանի կողմից, մեր երկրում գոյություն ունի խանական համակարգ։ Ուրեմն սխալվում են այն մարդիկ, ովքեր ասում են, որ քաղաքական կուսակցություններն են օրակարգ թելադրում, ոչ այդպես չէ, արդեն այս 2 տարին մենք ականատես ենք լինում, թե ովքեր են օրակարգ թելադրում, այսօրվա օրը ևս վկա, եւ թե քաղաքացիականը ինչու են զադորոշում քաղաքականից, դա այդ հարցը նրանց պետք է տա, որովհետև քաղաքացիականի խորքը նույնպես քաղաքական է, բայց կուսակցական չէ, այսինքն պետք է զադորոշել, այո, քաղաքացիական պայքարը այս դեպքում
ընդգծված քաղաքական է, սակայն գուսակցական չէ։ Այս տարբերությունը պետք է զատորոշել։